Բարի լույս ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այսօր ես ուղիղ եթեր եմ անում, բայց սա վտանգավոր թեմա է։ Ես ուղղակի էջս կփակվի, եթե ես պրյամոյ խոսամ, ես ուղղակի ինձ հարցերի նման կտամ, դուք էլ կպատասխանեք, անդե կգրեք։ Ուրեմն առաջի համաշխարհային պատերազմում, երբ ջախջախեցին Օսմանյան կայսրությանը, աշխարհը որոշում կայացրավ, որ այդ պետությունը այլևս երկրագնդի երեսին չպետք է ստեղծվի, չպետք է լինի։ Բայց 1914 թվին այդ պետությունում ստեղծվեց իշխանություն, որը կոչվում էր Երիտ Թուրքեր, Մլադո Թուրքի։ Դե Վիկիպեդիայում բանում բացեք ու նայեք այդ Մլադո Թուրքի, այդ Երիտ Թուրքերը, դրանց լիդերները ովքեր են եւ ինչ ազգության են պատկանում։ Կրկնում եմ, 1914 թվին ստեղծեցին նոր իշխանություն, Երիտ Թուրքերը, ռուսերեն Մլադո Թուրքի։ Բացեք դրանց հատ բոլորի անունները, ազգանունները նայեք ու նրանց ազգությունը։ Ու դուք կարող եք պատասխանել այդ հարցերին, թե ինչ է կատարվել։ Հիմա մի բան էլ ասեմ։ Սա հանկարծ չիմանաք, թե ինչ որ ժխտման հարցեր չկա, տես բան գոյություն չունի։ Ամեն ինչ է եղել է, հայ ազգին փրթել են, կոտորել են, աքսորել են, ամեն ինչ էլ արել են։ Մի բան էլ ասեմ, այսօրվա ասենք Թուրքիայի իշխանությունը ամբողջ աշխարհին ասում է, բերեք արխիվները բացենք, ոչ մեկը համաձայն չի։ Են որ իմանաք 14 թվին ովքեր են իշխանության եկել Թուրքիայում, սա նրա պատասխանն է լինելու։ Ժողովուրդ ջան, 2020 թվին բոլորը մի հատ հայ չկար, որ չասի, որ Ղարաբաղի պատերազմի գլխին կանգնածա Իսրայելը, չէ՞։ Եթե ես սխալվում եմ, կճշտեք։ Կանգնածա Իսրայելը կանգնածա Ադրբեջանի մեջքին։ Էլի պրոբլեմը հայերի հետ է։ Էլի նույն 1915 թվի տակտիկան է, որ հայերին բոլորին հեռացնել։ Դալշե։ Իրանի պատերազմը, ասում ենք ՆԱՏՕ, էս մի բան, երբ պատերազմ էր Քուվեյթում, ասենք Լիվիայում, ամեն տեղ, ամբողջ ՆԱՏՕ-ն, լրիվ եվրոպական պետությունները, լրիվ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, բոլորը Ամերիկայի հետ միասին ռմբակոծում էին այդ պետություններին։ Ժողովուրդ ջան, Իրանի պատերազմում ինչու Եվրոպան չմիացավ։ Սա նույն հարցեր եմ տալի։ Եվրոպան չմիացավ։ Ամերիկան կեսից, պատերազմի կեսից, թեկուզ թե իմիջի հարց կար, բայց հետ կանգնեց պատերազմից, ու հիմա Իրանի հետ խաղաղություն է ուզում ստեղծի։ Իմ կարծիքով Ամերիկան էլ արդեն հասկացավ,
որ իրանց էլ են տանում մի նես ճանապարհով, որ հնարավոր է իրանք էլ կործանվեն։ Այսօր աշխարհը սկսել է արդեն այդ ուժին դիմադրել։ Ամբողջ Եվրոպան արդեն նրանց չի ընդունում։ Չի ընդունում Եվրոպան, նրանց չի ընդունում։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ Թրամփի ճանապարհը բանը այդ որ կա, չէ, դա լավ կլիներ եվրոպական ինչ-որ պետության հետ, Ֆրանսիայի հետ լիներ, ասենք։ Բայց կապված չլիներ Ամերիկայի հետ։ Ժողովուրդ ջան, եթե կարծում եք, թե մեր Հայաստանում այսօր ինչ կատարվում է, նորից նրանց հետ չի կապված, այդ ազգի հետ, էլի սխալվում եք։ Սամվել Կարապետյանը, ասենք, երբ եկավ Հայաստան, կալանավորվեց, ինչ եղավ, բան, դեզդեն, մի քանի ամսից հայտարարեցին Forbes-ից, որ նրան արդեն ունի 4 միլիարդ։ Դուք դա չեք հասկանում, ինչա նշանակում։ Ինչի համար են նրան 1 միլիարդ ավել փող տվել։ Չեք հասկանում։ Ժողովուրդ ջան, ծառայում են այդ ազգին։ Դրանց փողերը, դրանց բիզնեսները, դրանց բանկերը, դրանց ամեն ինչը, նույնիսկ Ռուսաստանին լրիվ 100%-ով բոլորը այն ազգի ձեռին է, բոլորը նրանցն է, սրանք էլ նրանց ծառաներն են, լրիվ ամբողջովին նրանց ծառաներն են, ծառայում են նրանց, բայց այսօր աշխարհը արդեն բաժանվում է երկու մասի, արդեն սկսում են նրանցից հեռանալ։ Նիկոլին գիտեք ինչ չեն սիրում, որովհետև դա Նիկոլն էլ է հասկացել, Նիկոլն էլ է ուզում դրանցից հեռանա, մեր ազգին հեռու պահի, Նիկոլը դա շատ շուտ գիտի, Նիկոլը դա շատ շուտ գիտի, որ մեր ազգին դեռ հիշում եք պատերազմի ժամանակ, Իսրայելի հետ Հայաստանի կոնֆլիկտը, չեք հիշում, ես կհիշեցնեմ, սա պատահական բաներ չի, ժողովուրդ ջան։ Եթե, ես ասում եմ, այ խոսքս ուշադիր լսեք, Ադրբեջանը օրինակ այս նույն ձևով շարունակի իր քաղաքականությունը, Ադրբեջանին հենց Թուրքիան է վերացնելու, ոչնչացնելու, հենց անձամբ Թուրքիան, որովհետև արդեն Իսրայել, չեմ ուզում է դրանց այդ պետություն, Թուրքիային արդեն հաջորդ է անվանել, որ հաջորդը դուք եք, որովհետև Էրդոգանն էլ է թեման բացում, որ բերեք արխիվները բացենք, ցույց տանք իրականում ով է այդ հրամանները տվել։ Դրա համար ասում են հաջորդը Թուրքիան է։ Իրանից ձեռն են քաշում, որովհետև Իրանը նրանց հետ այն ժամանակ էլ չի կապի մեջ եղել, հիմա էլ չի կապի մեջ։ Ուղղակի Իրանին տարածաշրջանում թույլ չեն տալի հզորանա, որ Իրանն էլ չմիանա հակա, բայց Իրանը արդեն ավելի շատ Եվրոպամետ է, քան մնացած ուրիշ բաներ։ Այս պատահական չի։ Իրանը ասելա, որ մեր ամեն ինչը այս ինչ որ կատարվում է, խաղաղության հարցը, այս ինչա միայն Եվրոպայում։ Ահա, Եվրոպայի հենց ցենտրում, Շվեյցարիայում են հանդիպում։ Դա Իրանի պահանջով է, որովհետև Եվրոպան էլ է հետ կաղնում արդեն այդ ազգից։ Դրա համար էլ չգնաց դրանց ավանտյուրային, Իրանին չգնացին, ինչ որ բամբի տանեն կամ եսի ինչ անեն։ Հասկանում եք։ Մեր այդ երրագլուխը ասենց ուղիղ դրանց ծառաներն են,
Նրանց ծրագրերն են կատարում, շատ ժամանակ չիմանալով։ Ուղղակի իրանց բիզնեսները լավ է գնում, գիտեն թե այդ բիզնեսները իրանք են անում։ Նրանք եթե թույլ չտան, երկու օրում բոմբ կսարքեն։ Վարչապետի ասած։ Նրանք թույլ են տալի, որ դրանք բանալեն։ Ասում եմ, կրկնում եմ, եկավ Հայաստան մի 2-3 ամսից հայտարարեցին, որ Forbes-ում արդեն Սամվել Կարապետյանը կալանավա լինելով կալանավա արդեն 4 միլիարդ է։ Այդ միլիարդը ով տվավ, ինչի համար։ Կարող է շատ տաչիր պիցայեն ծախել, ավելի շատ, կամ եսի ինչ, կամ արենդի գներնա Մոսկվաներում բարձրացել։ Ինչ է կատարվել, որ մի միլիարդ ավելացավ։ Բողարկել են երկիրն ավիրեն, փլեն, քանդեն, ոչնչացնեն։ Սա ծրագիրը հային ու վերացնել։ Մի հատ օրինակ էլ բերեմ, որ հասկանաք, ինչու է անընդհատ Լիբանանին ոչնչացնում, բամբի տանում։ Լիբանանի էկոնոմիկան, լրիվ տնտեսությունը զարգացնողը, Բեյրութում բան, լրիվ էկոնոմիկան ամեն ինչ զարգացնողը հայ ազգն է։ Հայերը Են ֆունդամենտալիզմ են մուսուլմանները չեն Լիբանանի էկոնոմիկան ամեն ինչը զարգացնողը այդ պետությունը ամեն ինչը պահողը հայերն են։ Դրա համար էլ ոչնչացնում է այդ պետությանը անընդհատ։ Գիտեք թե պատահական մեր վարչապետը ճանաչեց Գազայի անկախությունը։ Ոչ, պատահական ոչ մի բան էլ չկա ժողովուրդ ջան։ Ու եվրոպական պետություններն են ճանաչում։ Հասկանում եք։ Ամերիկան որպես հզոր պետություն ուղղակի եկավ ինքը տեր կանգնեց այդ ճանապարհին։ Բայց դա չիմանաք թե այդքան էլ տենց մեր կամքով ա եղել։ Ժողովուրդ ջան, այդքան էլ մեր կամքով չի եղել Հայաստանի, հայ ազգի, Փաշինյանի։ Ղարաբաղի ոչնչացման դաբրո տվողը համար մեկը Թրամփն ա եղել։ Բայց այսօր, սենց որ նայում եմ, ոնց որ արդեն Թրամփն էլ ա հասկացել, որ այդ պետությունը, այդ փոքր պետությունը, բայց մեծ համաշխարհային մասշտաբով միլիարդատերերով բանով, որ սաղ իրանք են, այդ ազգի ներկայացուցիչներն են։ Թրամփն էլ ա հասկացել, ոնց կարծես թե ինչ որ բան ճիշտ չեն անում։ Դրա համար պատերազմը Իրանը Ամերիկայի համար ոչ մի բան էր, որ նրան ոչնչացնի։ Ոչ մի բան էր, բայց կեսից հետ կաղնեց։ Ոչ թե վախեցավ կամ պարտվեց կամ ինչ, չէ, ժողովուրդ ջան, տես բան չկա։ Ամերիկան իրականում եթե ուզի մեկ շաբաթից Իրանը չի լինի։ Բայց հետ կանգնեց։ Զգաց, որ դա Ամերիկային թուլացնող ծրագիր է։ Ոնց որ նրանք ծրագիրը դրել են Եվրոպային թուլացնեն, ամբողջովին թուլացնեն, հնարելով այդ պատերազմը, դրանք թուլացնում են Եվրոպային։ Որովհետև Եվրոպան իր լրիվ ունեցվածքը տալիս է այդ պատերազմի համար։ Հասկանում եք։ Նրանք դրանով թուլացնում են Եվրոպային։ Ժողովուրդ ջան, սա լուրջ թեմա է, բայց մենք անմիջապես դրա բանի մեջ ենք, այդ ցանցի մեջ ենք։ Մեկ են որ փրկության, մրգության հարց ենք ասում, բան ենք ասում։ Մենք պետք է կոնկրետ իմանանք, ում կողքն ենք կանգնում։ Եթե մենք կանգնում ենք նրանց կողքը, այդ եռագլխի կողքը, մենք Ղարաբաղի նման վերանում ենք։ Հնարավոր է մի 5-10 տարի էլ ինչ որ մի բանը լինենց, մնա Երևանի մարզը։ Եթե կանգնում ենք Փաշինյանի կողքը, հնարավոր է որ մենք շատ շուտ արագի մեջ մեզ Եվրոպան ընդունի ու դա լինի մեր փրկագինը։ Ուրիշ ձև չկա։ Ես Թուրքիայով չեմ վախեցնում։ Երբեք, որովհետև
հայ-թուրքական ոչ մի պատերազմ չի եղել, որ իրականում այդ պատերազմի ընթացքում թուրքը մեզ կոտորի։ Ընդհակառակը 1918 թվականին թեթև պատերազմ ա եղել, մենք ենք հաղթել։ Հասկանում եք։ Չունենալով նորմալ բանակ, բայց մենք հաղթել ենք։ Հետո այդ նույն բաները միացան իրար, մեզ վեկալին իրանց սաստավները ու սկսեցին մեզ կառավարելը եւ վերջ։ Ժողովուրդ ջան, սա լուրջ թեմա է, սա ուղղակի պետքա մարդ ուղեղ ունենա մտածի։ Մտածի ինչա կատարվում իրականում։ Սա այդ միլիարդատերերը ուղղակի չեն թողում, որ աղքատ ժողովուրդը շունչ քաշի։ Չեն թողում։ Սա միայն այդ մի ազգի ծրագիրն է ամբողջ աշխարհի նկատմամբ։ Ամբողջ աշխարհի։ Նրանք ուզում են լինեն միակը։ Ոչ թե երկու լագեր լինեն, ասենք, սովետական միություն, եսիմ, մեկ էլ զապադ, ես մի բան, այլ նրանք ուզում են լինեն միակը։ 39-ից 45 թիվ պատերազմը երկրորդ համաշխարհային մղվել է, հաղթել են ովքեր։ Միայն նրանք։ Բոլորը պարտվել են։ Սովետական միությունը պարտվել է, Եվրոպան պարտվել է։ Միայն նրանք են հաղթել, իրանց համար պետություն ստեղծեցին։ Ժողովուրդ ջան, ուղղակի մտածեք։ Բերում ա դրան։ Հիմա ես կրկնում եմ, Հայաստանի փրկագինը մի հատ բան է։ Միայն եվրոպական ուղին։ Ես չեմ ասում ամերիկական ուղին։ Ամերիկական ուղի գոյություն չունի։ Նա ոնց որ միայնակ գայլ է։ Կա եվրոպական ուղի եւ կա այս մեկը։ Սրանք ամբողջովին ծառայում են նրանց։ Սրանց ղեկավարները, սրանց գազա, սրանց բենզինա, սրանց ամեն ինչը ոսկիա, ինչ ադամանդա, բրիլյանտա, ինչ կա, սաղ նրանց ձեռնա։ Մի հատ ուրիշ ազգի մարդ չկա այս երկրում։ Հասկանում եք։ Սաղ նրանց ձեռնա, կառավարվում են ընդեղից։ Դե վերջ, էսա դրությունը։ Այսօր իսկականից միայն մի փրկագին է, մեկ, որ Հայաստանը միանա Եվրոպային։ Հիմա հուշադիր, եթե 92 թվին Էստոնիան, Լատվիան, Լիտվան Եվրոպային միացած չլինեին, նրանք հիմա չկային։ Փրկագինը Եվրոպան ա եղել նրանց։ Դնում է, չէ հիմա ինչ ա կատարվում։ Բոլոր մնացածների հետ, մնացած քրիստոնեական երկրների հետ ինչ ա կատարվում։ Հասկանում եք։ Սա է, մեր հայ ազգը պետքա բոլորը, անկախ նրանից ով որդի ապրում է, պետքա հասկանա այս մոմենտը, այս պահը։ Ոչ մի ժողովուրդ ջան, մտքներիցդ հանեք, թե ինչ որ եսի միլիարդատեր, ուզում ա տրիլիոնատեր կգաք փրկի, ոչ։ Փրկում է քաղաքական մեծ միավորը, որը որ այսօր այս պետությունը աշխարհում գոյություն չունի, արդեն։ Թուրքիայի օրինակը ձեզ բերի, չէ որ այդ պետությունը այլևս պետքա չստեղծվեր։ Պատմությունը բացեք, կարդացեք, Վիկիպեդիայում բացեք, կարդացեք։ Նա այդ պետությունը պետք է այլևս բան չլիներ երկրագնդի վրա։ Բայց այդ ազգը կարողացավ այդ պետությանը նորից շունչ տա, վերականգնի։ Ու ինքն էլ ամենահզոր ձևով վերջում բանի սովետական միության օգնությամբ։ Լենինի օգնությամբ, հլա սովետական միություն էլ չէր, էլի բոլշևիկյան կառավարության օգնությամբ։ Էսա, ժողովուրդ ջան։ Այն փրկագինը, կրկնում եմ, միակ փրկագինը, որ Հայաստանը միանա Եվրոպային։ Ուրիշ գին, ուրիշ փրկություն չկա։ Չկա, գոյություն չունի։ Ով ուզում է, անկախ նրանից ով կլի լիդերը, Նիկոլը կլինի, Քոչարյանը կլինի, Սամվելը կլինի, դա կապ չունի։ Մեր
Երկրի հանդեպա այս ամեն ինչը արած, որ այդ երկիրը պետքա չլինի, այդ ազգը պետքա չլինի, հասկանում եք? Երկրի հանդեպա արած, մեր ազգին, այդ ազգը ամեն տեղ, թե Ամերիկայում, թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, թե Չինաստանում, թե իրանց մոտ, թե մուսուլմանական տարբեր երկրներում մեր ազգին ինքը համարում է իրենից դաժե ավելի գրագետ, ավելի ոնց ասեմ որ ճիշտ լինի, որ մեր ազգը կարա իրենից առաջ ընկնի երկրագնդում։ Նա դրանից վախենում է։ Հասկանում եք, վախենում է, դրա համար էլ ուզում են մեր ազգին վերացնեն։ Բայց անում են սրան արա ձեռքերով այդ ամեն ինչը։ Ստե ադրբեջանցիների ձեռքով, թուրքերի, քուրդերի, ես մեկի, չերկեսների, ես իմ ռուսների, այն մեկի, այն մյուսի, նրանց ձեռքերով են անում։ Նրանք ամեն ինչ անում են ուրիշների ձեռքերով։ Էսա, ժողովուրդ ջան, մի անգամ էլ եմ ասում, ձեր ցավը տանեմ, հայ ժողովուրդ ջան, մեր երկրի փրկությունը կախված չի մարդուց, ղեկավարից, ոչ Նիկոլից, ոչ Սամվել Կարապետյանից, ոչ են Քոչարյա, ոչ մեկից, մարդուց չի կախված։ Մեր երկրի փրկությունը կախված է մեր քաղաքական, թե մենք ինչ երկրների կողքի պետք է լինենք, որ մեզ փրկագին ունենանք։ Էտա միակ փրկագինը մեր պետության համար դա Եվրոպան է, ուրիշ պետություն գոյություն չունի, միայն Եվրոպան է։ Այս Էստոնիա, Լատվիա, Լիտվայի օրինակը ձեզ բերի։ Էստոնիան 600,000 տնտեսություն ունի, ընդամենը 1 միլիոն էլ չկան, հա։ Բայց այս եկապետությանը թաթա է տալի, որովհետև Եվրոպան մեջքին կանգնած է։ Հասկանում եք, ինքը եվրոպական պետություն է, մեծ միավորի մեջ է։ Իսկ մենք միայնակ ենք։ Ասում ենք սրա հետ ենք, սա մեզ տանում է կոտորման, սա մեզ տանում է ջարդման, սա մեզ տանում է մի բանի։ Ախր Սամվել Կարապետյան, Քոչարյան, Եսիմ Ծառուկյան, տեսեք ինչա կատարվում մեր ազգի հետ, այս պետության հետ։ Քորեք, թե ձեզ ձեր փողը քորացրել է, որ դուք այսպես քոր նայեք։ Ու էլի ասեք, մեր փրկությունը դրա մեջ է, թե չէ մեր գյուղացին սոված կմնա գիլասը, բա որ դե տանի ծախի։ Միայն դրա մասին եք մտածում։ Ծառուկյանը միլիարդներ ունի, բայց մտածում եմ մի գյուղացու համար ում 10 ящик գիլաս ունի։ Ես էլ քեզ հավատամ, հա Ծառուկյան, որ դու մտածում ես այն գյուղացու մասին, որ նա 10 ящик ծիրանը որ դե դա ծախելու, հա։ Մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան։ Ես ինչ ասում եմ, ոչ մեկը Ռիսչյանը մասի, բայց ես ասեմ իմանաք։ Լարսումը, ֆուրերը որ կայնած են, որ մեկնում են դեպի Ռուսաստան ու դալշե Բելարուս, ես իմ դե Ղազախստան բան չէ։ 90%-ը Հայաստանից դատար կա մտնում Վրաստան։ Հասկացաք, այդ ֆուրերի 90%-ը Հայաստանին հարկ չի մուծում։ Մտնում են Վրաստան, ընդես գրուզբարնում գնում։ Դրա համար ոչ մի ֆուրի շոֆեր, ոչ մի բան, ոչ մի բան, երբեք ոչ մի բան, այս հենց համացանցում չի խոսում։ Խոսում են ինչ-որ բլոգերներ, որ նրանք ոչ ֆուրի հետ կապ ունեն, ոչ ֆուրի շոֆերների, ոչ ֆուրի տերերի։ Այմացեք, այսպես բան գոյություն ունի։ Այսպես բան գոյություն ունի։ Դատարկ Հայաստանից դուրս են գալի, գրուզ չկա, վերջ։ Հայաստանին հարկ չի մուծվում արդեն։ Ընդեից գրուզ են բարձում, թող ֆուրի շոֆերները կանգնեն ինձ ասին, չէ, սուտ ես ասում։ Կարող է ինչ-որ մեկը, ես չեմ ասում, այն ֆուրի շոֆերների մասին, ովքեր իրականում Հայաստանից գրուզ են բարձում գնում։ Ես ասում եմ, այն մարդկանց, ով դուրս է գալի Վրաստանում է բարձում, կամ թուրքական գրուզ, կամ եսիմ իրանական գրուզ, կամ ինչական գրուզ, ու տանում է։ Բայց Հայաստանի տամոժնյան դատարկ է գնում, որ Հայաստանին ոչ մի կոպեկ բան չմուծի։ Այն ֆուրերի 90%-ը այ այդպես գրուզները։ Ժողովուրդ ջան, լավ մնացեք, մինչ երեկո։